Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուրիշ կարծիք ոդկասթը կրկին եթերում է, ուրախ ենք, որ մեր հետ եք, այսօր հյուրընկալել ենք Նաիրա Կարապետյանին, մեր լավ ընկերոջը, ով եղել է 5-րդ և 6-րդ գումարման падգամավոր, հետաքրքիր պատմություններ ենք ունենալու, նոր բացահայտումներ և այսպես շարունակ, շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, միանգամից սկսենք, ոնց որ ասում է, վերջից, վարչաբենդը Ցեղասպանության հաջորդ օրը կազմակերպվեց խորոված փարթի, հետո Ալեն Սիմոնյանն ասեց ամոթա ոնց է անվանում խորոված փարթի, որը Նիկոլ Փաշինյանն էր ասե, հիմա այդ խորոված փարթիի հետ կապված ձեր արձագանքը, հետո արդեն կանրադառնանք Աննա Հակոբյանի այսօրվա փարթիին, որը չգիտեմ, կանանց մասին էր, ինչ-որ իրավունքների պաշտպանության մասին էր, հենց որ ոնց անցկացրեցիք խորոված փարթին։ Ուրախ հաղորդում ասպասվում, ես շնորհակալ եմ հրավերի համար նախ, սկսենք այդ խորոված փարթից, որը իրոք շատ զվարճալի էր, որ փաստորեն Ալեն Սիմոնյանը այդքան անտեղյակ է կյանքից, որ հələ մի բան էլ խորոված փարթի արտահայտությունը փորձեց կապել լրագրողների գլխին, ինչ-որ խրատական նախադասություններով, հետո Երևի ժամանակ չունի Նիկոլ Փաշինյանին հետևի։ Երևի արդեն հավես չունի Նիկոլ Փաշինյանին հետևելու, ես կարծում եմ, բայց դա իմ անձնական կարծիքն է։ Տեսեք, երևի տխուր նոտայից սկսեմ, չնայած շատ պոզիտիվ եմ տրամադրված եկել, բայց այս խորոված փարթին, բացի նրանից, որ շատ ու շատ մարդկանց հիասթափեցրեց, որովհետև խորովածի համար պարզվեց պետք էր վճարել, իսկ մարդիկ սովոր են, չէ՞, որ 8 տարի շարունակ սպասում են, որ թալանած փողերը պիտի բերեն կանվերտներով իրենց տները բաժանեն, ինչ-որ բարիքներից պիտի օգտվեն։ Դե ընտրազանգվածի ինչ-որ մի մասսա կա, որը այո, հենց այդ ձրի խորովածի խաթր պատրաստ էր ամեն ինչ անել ու արեց ու երևի հիշում ենք 8 տարի առաջ այդ նույն խորոված փարթիներով կործանման ճանապարհը սկսվեց մեր երկրի, բայց այս տարվա խորովածը մյուս խորովածներից խիստ տարբեր համ ուներ, ցավալիորեն տարբեր համ ուներ, որտեվ այս խորովածի մեջ էին մեր 5000 տղեկի արյան համը, մեր կորցրած Արցախի հողի համը, քանդված եկեղեցիների համը, այն ամեն մեր կորուստների համը, որը մենք ապրեցինք, ես նայում էի ու սարսափում էի, ես տեսնում էի մարդկանց, ովքեր բնականաբար ինչ-որ մանիպուլյացիաներով և պրոպագանդայից ելնելով գովում էին Նիկոլ Փաշինյանին, որտև այնտեղ կային մարդիկ, ում դեմքերը արտահայտում էին այնուամենայնիվ ինտելեկտ, բայց այդ ինտելեկտ արտահայտող մարդիկ ինչ-որ լուրջ դեմքով ապացուցում էին, որ չէ էլի, փրկիչն է երկնքից իջե։ Մի կին իմիջիայլոց շատ զվարճացրեց, ինքը լրիվ լուրջ պատմում էր, որ Քրիստոսի պես մարդ է։ Քրիստոսը իջել է երկնքից։ Թե 18 թվականն էլ չէ, ասում են Աստված է ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ Հետո Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Աստծո սեփական ժողովրդի եւ եկեղեցու դեմ։ Հիմա Աստված ուղարկել էր, որ Նիկոլ Փաշինյանը հայկական եկեղեցիները վերացնի։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի եւ իր տիկնոջ բոլոր արտահայտությունները կրում են սիմվոլիկա։ Որևէ բան, ինչը իրանք արտասանում են, հենց այնպես չեն արտասանում։ Ու հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը հիշում եք, որ ինքը իրեն համեմատում էր Քրիստոսի հետ, անգամ պատմում էր, որ ինքը ինչ-որ մի քանի անգամ հարություն է առել, ինչ-որ մեռել է եւ հարություն է առել, որ շատ խնդալու պատմություններ են դրանք, բայց ամենատխուրը այդ իրանց սիմվոլիզմների մեջ այն էր, որ Աննա Հակոբյանը կանգնեց ասեց, որ տղաները մահանում են հանուն ոչնչի, ու այդ հանուն ոչնչին իրանք մարդուկնիկ ապացուցեցին։ Երկու ոչնչություն, այդ զոհաբերությունը համարեցին ոչնչի համար, էլի։ Գլոբալ, եթե այո նայում եք հազարամյա պատմություն ունեցող հողի կորուստը, եկեղեցիների ավերելը, վանդալիզմը, որը իրականացնում մինչև հիմա երկու եղբայրների պես Ալիևն ու ինքը կանգնում են խաղաղության մրցանակ են ստանում, մեր 5000 եթե ոչ ավել տղաների կորսված արյունը, այդ ամեն ինչի համեմատ ճիշտ է, իրանք երկու ոչնչություններն են։ Դե նաև պետք է ավելացնենք ու չմոռանանք անդամալույց եղած, խեղված ճակատագրեր, չէ, հոգեբանական առումով, այսինքն 14000 այո, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, ովքեր գնացել վերադարձել են կիսատ պրատ, այդ մարդկանց հետ կապված աշխատանքներ բնականաբար չէր տարվում, էլ չեմ ասում, օգտվելով առիթից նաև մեր գերիներին բարի վերադարձ, բայց այս մարդիկ մոռացել են գերիների հետ կապված խնդիրները եւ այլն,
բայց Քարոզարշավին նախորդ ասում են, որ 3 ամիս սպասեն գերիները։ Հա, նրանք ասում են Բաքվի բանտերում պայքարում են մեր անկախության համար։ Դու պատկերացնում ես այդ պայքարը։ Դուք այդ ամենօրյա խոշտանգումները, թող ներեն ինձ գերիների բոլոր բարեկամները, ես գիտեմ ձեզ ցավ է պատճառում, բայց գերիները Բաքվի բանտում թակավորական պայմաններում չեն գտնվում։ Ու դա ես չի, որ ձեզ պետք է ասեմ։ Բայց ո՞նց կարան ցեղասպանները թակավորական պայմաններում պահեն մարդկանց ու ուզում են ցեղասպանեն։ 1915 թվականից չի է ցեղասպանությունը սկսվել, ուղղակի հարմար պահ է այդ ժամանակ ա եղել, որ մեզ կոտորել են, մեր սեփական հողից հանել են, հետո ցեղասպանությունը խոջալով շարունակվել է մինչև 23 թվական Արցախի բռնի տեղահանում ու ցեղասպանություն։ Այսինքն իրանք ինչի համար պետքա թակավորական պայմաններում պահեն մեր հայրենակիցներին։ Դուք խոջալուն ասեցիք, շատ կուզեի տեղանպայման շեշտեի, որ իրենք այո, այդ ժողովուրդն են, ովքեր իրենց սեփական ժողովրդի հանդեպ արեցին ցեղասպանություն։ Խոջալուի ջարդը, որը տեղի ունեցավ Ադրբեջանի խաղաղ բնակիչների հանդեպ, կազմակերպվեց հենց ադրբեջանցիների կողմից, այսինքն եթե իրենց են կարողանում մորթել մերոնց, ինչի պիտի չանեն։ Էլի եմ ներողություն խնդրում, էլի պիտի սարսափելի բան ասեմ, բայց անգամ այս մարդու իրավունքների պաշտպանը, որը տեսնում ենք, որ Աննա Հակոբյանի մարդու իրավունքների պաշտպանն է, ինքը 23 թվականի դեպքերը, հա, սեպտեմբերի 19-ից 23 ընկած դեպքերը որակեց սարսափելի ձևով, անգամ օրինակներ էր բերում, ինչպես են խոշտանգել երեխաներին, դա իմ խոսքերը չի, դա իր խոսքերն են, որ չասեմ եթերում ինչեր են արել երեխաների հետ։ Պաշտպանը մերժեց Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապված տեսակցության առաջարկը, այսինքն դե որովհետև տեսնում ենք ում ընկերուհին է, ախր ոչ մի բան չեն։ Հակոբյան, ուրեմն այդ խորովածը մի պա այս կոմի վրա թողենք տակ մնա ու գանք տեսնենք Աննա Հակոբյանը ինչ ասում։ Ուրեմն ասում է 6000 դրամ էր կտորը։ Մեր հարգարժան քաղաքացին, ով որ գնացել էր որպեսի մի կտոր հաց ուտի, գոնե այդ օրը տունը փող չծախսի, բողոքում էր, ասում էր 6000 դրամ մի կտոր միս է։ Ես գիտեմ, որ Սասինսկին ներփերշիկը։ Սասնսկին, ոնց որ Նիկոլի էլեկտորատ։ Այո, ինչ որ Նիկոլականները ինչպես կասեն, Սասնսկին։ 3500 դրամ ա եղել, բայց դե տեսեք։ Բայց Լյուբո իրան հարգող նիկոլական Սասնսկի գոնե պետք է 1500 դրամ լինի, էլի, ասենք Աշոտիկին քրֆես 400 դրամ լինի, Սասնսկին 1500 դրամ չլինի։ Բայց ցավը գիտեք որն է, որ մի րոպե հետ բերենք խորովածը։ Ցավը գիտեք որն է, որ այդ նույն մարդիկ, ովքեր գնաց է հիասթափ է տեսել են, որ նրանց ձրի խորոված բաժանող չկա ու ամեն ինչի համար վճարեն, մեկը գնալու են Նիկոլին ընտրեն։ Իրանց ու գիտես ոնց է բնազդա աշխատում, այսինքն այսօր եթե անվճար չէր, բավոր վաղը անվճար լինի։ Եկեք ամեն դեպքում Չէ, հետո ես ուրիշ վերսիա եմ լսել, շատ ուրախ վերսիա եմ լսել։ Նիկոլը չգիտեր, որ վճարով է։ Հա, չի իմացել։ Չէ։ Ախր երկրի վարչապետը լնես չի իմանաս։ Դե ժամանակ չունի մարդը, մանկապարտեզների սնունդն աստուգում։ Երևի նախկիները զենքը դրել են այդ խորոված ծախողների գլխին, ասել են փող վեկալ։ Որ փայտան էլի։ Հա, կարա լինի։ Քանի հլը Նիկոլ Փաշինյանը մանկապարտեզների զուգարաններն աստուգում, նախկիները եկել էին Ամիրյան փողոց։ Ստուգ երեխեքը ոնց զուգարան բան։ Շատ կարևոր է։ Հիմա Աննա Հակոբյանը այսօր ասուլիս է տվել ու պաշտպանում էր կանանց աղջիկներին իրանց իրավունքները բան ու այստեղ հարց է էլի առաջանում։ Իդեպ Զարան շատ լավ հարց տվեց Սոնա Մնացականի հետ կապված, տարելիցն էր 4-րդ արդեն ու սարսափելի է էլի երկու հոգի սպանեցին, անպատիժ մնացին ու տվյալ այդ չարիքի կինը ու ինչ որ թազակ կնիկն է, որը հիններ, սենց ինչ որ չգիտենք Զաքսովա, Անկողնովա, չենք եմ մտնում այդ դաշտ, բայց այնուամենայնիվ չգիտենք ով ում այդ երբ ինչ անում, ամեն դեպքում այս պահին կառավարական ամառանոցում էլի ինքն է։ Հիմա ասում է, որ կանանց իրավունքները բան իրան հարցնում են, դե պարզա չգիտի ինչ ասի։ Հիմա դու որ կանանց իրավունքներն ես պաշտպանում, եթե Եռաբլուրում զոհվածի ծնողներին ծեծում էին ձեր բերետները, որ կանանց եւ աղջիկներին ես պաշտպանում, որ սրբազան պայքարի ժամանակ 10-ից ավել արգելված բան օգտագործվեց, պայթունավտանգ եւ այլն։ Որ կանանց եւ աղջիկներին ես պաշտպանում, էլի, ու քանի կին եւ աղջիկ չհասցրեց ամուսնանա, որովհետեւ տարակ կոտորեցիք մեր եղբայրներին։ Այդ որ իրավունքներն եք դուք պաշտպանում, ում իրավունքներն եք էլի պաշտպանում, որ հավաքվել ես ասուլիս ես կազմակերպվել են $10,000 զարդերը չես գցե մենակ այսօր, որ ասենք ցույց տաց ժողովուրդ ջան, ես պաշտպանում։ Հա, տենց է օրենքը, ոնց որ Ալեն Սիմոնյանն ասում է, ինձ անվտանգությունը
հասնում մենք կարանք օրենքը խախտենք, տենց էլ այդ զարդերը, ով Նիկոլի հետ է գիշերը անցկացնում, այդ օրը տվյալ մարդունն է։ Հիմա ինքնա, այս սկզբունքով է։ Այսինքն այս մարդիկ ինչ են ասում են մեզ թույլատրված է որ խախտենք հոձգից, կարմիրի տակ անցնենք եւ այլն, բան, այս մարդիկ են ասում են, աղքիների վաղ, կարմիր գիծ չկա, կանանց գիծ, ով ոնց ուզում քշում է, ավտոները մարդկանց վրով են քշում, Պատդավատապետությունից հիմա Նիկոլ Փաշինյանն ուղեկցում է 38 անվտանգության աշխատակից, դա ես չեմ ասում, լրատվականներում եղել է, ես հավատում եմ այդ լրատվականներին, էլի, անկախ նրանից ընդդիմադիր լինեն թե չէ, 38 անվտանգության աշխատակից Նիկոլ Փաշինյանին բերել է, որ սասնսկի ուտի։ Պատկերացնես իր ժողովրդի մեջ, այսինքն մենք չէինք գնացել որ սադրեինք, ընդդիմադիրները ինչ որ հակա բան չեն արել, ասել են հիմա վարչապետն է սոված է, հավաքել է սովոր ժողովրդին ու մի քիչ շատ կանացի բան կասեմ, հա Աննա Հակոբյանին, բայց չեմ կարող չասեմ, 4 երեխայի մայր կինը ոնց կարողացավ ոչ մի տառ անգամ չխոսալ են մասին, որ բերման ենթարկեցին եւ 10 ժամից ավել պահեցին նորածին երեխա ունեցող կնոջ։ Ինչի համար, որովհետև ընդդիմադիր ամենամեծ երևի ամենաֆավորիտ հոսանքի ներկայացուցիչը։ Այս տարիների ընթացքում քանի կանայք են նույն իրավիճակում հայտնվել, քանիսը կրակել են այդ կանանց եւ աղջիկների վրա։ Չէ, եկեք հիշենք Տաթևին, հա, Վիրաբյան, Տաթև Արցախին, ով որ էլի ուներ անչափահաս երեխա, որևէ մեկը դրա առաջ չկանգնեց, Տաթևին փակեցին, Տաթևը կրեց բոլոր այդ զրկանքները, իսկ ձեր նշած այդ Լիդիային հələ կգանք։ Իսկ հունիսի 12-ին այդ գրանատներից մեկը հենց Տաթևի ոտքին էր կպել ու Տաթևը շատ ծիծաղալա, բայց ոտքի վրա ունենալով բրասլետ, որտեղ վարչական վերահսկողության վրա էր, այդ բրասլետով գնացել էր բժշկի հետ դիմել։ Իսկ Լիդիան ընդհանրապես Լիդիայի кейսը խայտառակություն է, որովհետև ցանկացած ինչ որ գործիչի անպայման չի քաղաքական հասարակական, եկեղեցական, բոլոր գործիչների մոտ պետք է լինի մեկը, ով գրի առնի հանդիպումները, մտքերը, չգիտեմ, ինչ որ գործերը։ Սղագրող է այդ մարդ։ Լիդիան ընդամենը բլոկնոտով աղջիկներ։ Թողների ինձ Լիդիան, ես Լիդիային շատ եմ սիրում։ Լիդիան արժանի ամենաբարձր որակավորումների եւ ամենամեծ դերի այդ պայքարի մեջ, բայց գործը, որով Լիդիային բռնեցին, փագեցին, ընդամենը բլոկնոտ ունենալն էր։ Ճիշտ է, ընդհանուր սաղ գործը այն էր, որ գունավոր ծուխ ունեին։ Մեկ էլ նվերն էր, հա։ Այնտեղ անչափահասներ կային, որ գրեչկով գրանատներ ունեին։ Գրեչկեն է որ գիտես չէ գրեչկեն ունեմ էփում ես ինքը մի քիչ ուռում է ու ուտում ես ամենը ու կշտանում ես ըլնումա որ չես կշտանում եթե քիչ ես ուտում այդ գրանատները գրեչկեքով անչափահասների ձերբակալեցին 3 ամիս պահեցին որտեղ իրենք գրեչկա ունեին իրանց մոտ գրանատի տեսքով այսինքն պատկերացնում եք ընդդիմադիրների մոտ մի օր հայտնվի ինչ որ ասենք չգիտեմ պաչկա մեջը բրինձ լինի ահա որա չէ՞ որ այդ բրինձով կարելի է ինչ որ մեկի աչքերին շփել անցած անգամ նշեցի խայտարակ բան է ստացվում բայց եթե սենց շարունակվի կարող են նորածին երեխայի վրա գործ հարուցել եթե հայրենասերների կամ ընդդիմադիրների ընտանիքում է ծնվել Նեհենա Գոար Ղումանշյանի երեխուն զրկեցին կրծքի կաթի իրավունքից կոնկրետ տարի ու ամիս ու կես կան երեխեն հոգեկան տառապանքների մեջ է, գիտեք, երբ ես պատգամավոր էի, մենք օրենսդրական նախաձեռնություն էինք մտցրել մայրական կաթի կարևորության մասին։ Ու այդ ժամանակ ես խորացել կարդացել եմ, դե հիմա ամուսնացած չէ երեխա չունեի, իմ համար այդքան շատ կարևոր չէր դա։ Ու երբ մենք ուսումնասիրեցինք ու այդ օրենսդրական նախաձեռնությունը հեղինակեցինք բժիշկ Բաբլոյանի ու Արփինե Հովհաննիսյանի հետ, համաշխարհային առողջապահական կազմակերպության պահանջներից է, որ երեխեն պարտադիր մայրական կաթով երեխու ստրեսը պետքա մայրական կրծքին կպած լինի, դոշին կպած լինի, սրտի խփոցը լսի, երեխան ստրեսի մեջ չպետք է մեծանա։ Դուք հիմա մենակ նրա համար, որ ինչ որ հեռախոս եք գախնալսե, չգիտեք էլ ինչի մասին է, այդ երեխուն մորից կտրում եք։ Ու իդեպ դու անդրադարձար կուզեի այն դրսի անդրադարձը ինչով է որ ձեր ժամանակ, ասեմ ձեր ժամանակ, տվ ես տարիքի հետ կապված, բայց ոնց էր որ այն ժամանակ մեկի մատը փուշ մտներ,
ընդդիմադիր նկատի ունեմ, միանգամից Եվրոպա, Ազիա, Եվրազիա, սա հավաքվում են։ Այդ իմ սիրած հարցն է։ Դատապարտեք, այս հանրապետականները բան sense։ Հիմա այդ ոնց է ալնում, որ Եռաբլուրում զոհվածի ծնողին ծեծում են։ Ձեռքերից ոտքերից քաշ են տալիս, տիկին Գոհարին բռնեցին տարան։ Լռություն է։ Ինչով է էլի պայմանավորված։ Լավ, արտաքին ուժերը աջակցում են Նիկոլ Փաշինյան, բայց այս ամեն ինչը ոնց է ամենաթողության շրջանակներում, էլի։ Ես մի առիթով ասել եմ, էլի եմ ասելու, եվրոպական արժեքները պետք է պաշտպանել հենց Եվրոպայից, որովհետև այսօր Եվրոպան Նիկոլին կոնկրետ տվել է քարտ բլանշ, որ Նիկոլը իր իշխանությունը պահելու համար անի են ինչ ուզում է, ինչ ուզում է, որովհետև շատ կարևոր է, Նիկոլը օրակարգը չի սպառել։ Մենք որ 8 տարի առաջ մինչև հիմա անդադար ասում ենք, որ նպատակը ոչ թե թավշյա, ոչ բռնի, ման, տենց ինչ-որ խորոված ուտելն է, այլ նպատակը մեր համակարգ փոխելն է։ Ավելի ճիշտ թուրքական երազանքների իրականացումն է, որովհետև մենք տեսնում ենք, որ օրինակ արևմտյան ուժերը այս տարածաշրջանում ումով են ներկայացված, ով է արևմտյան ուժերի պաշտոնական ներկայացուցիչը, բնականաբար Թուրքիան։ Հետո նայում ենք 8 տարվա մեջ ով շահեց Նիկոլի իշխանությունից, թուրքական պետությունները, ում հրահանգներն է կատարում, Թուրքիայի ու Ադրբեջանի, չի թաքցնում, ու ես դրա վրա եմ Դոշին Ալեն Սիմոնյանը գնաց սրտիկներով, եկավ, չէ, այդ մարդիկ գնացին մի կտոր լափը կերան այնտեղ գոնե այդ մի բանը իրենց անվճար էր կարծում եմ ու հրանգավորվեցին եկա որտեվ տեսեք իրենց քարոզարշավի շրջանակներում նախորդներն էլ որ հաշվի առնենք քաղաքացիական պայմանագրի ձեռքերը ասեք կանենք թուրքական դե այդ իմ ասած սիմվոլիկաներն են տեսեք որևէ պատահական բան չկա Շուշին ինչի հանձնվեց նոյեմբերի 6-ին 7-ին վերջնական 8-ին հա թողնենք մի կողմ որ ամսի 5-ից արդեն Շուշիում ադրբեջանցիներն են, բայց պաշտոնապես իրանք վերցրեցին Շուշին նոյեմբերի 8-ին, որտեվ նոյեմբերի 8-ին դրոշի օրն են տոնում թուրքերը, որովհետև սիմվոլիկա է պետք։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց այդ խայտառակությունը, որովհետև Ադրբեջանում տոն է։ Հասկանում եք, ամեն ինչ Բերձորը հանձնվեց Ալիևի Մեհրիբանի ծնունդի օրը ու լիքը սենց օրինակներ կան, բայց ուզում եմ վերադառնանք այն ձեր հարցին, էլի Ադրբեջանի հետ է հա կապված։ Ես ԵԽԽՎ-ում շատ երկար տարիներ աշխատել եմ, եղել եմ իշխանական падգամավոր, այսինքն ձեր ասած ընդդիմադիրներից մեկի չոլկան սենց քամին շարժեր, դա դառնում էր զեկույցի թեմա, դա դառնում էր կոշտ ելույթների թեմա, տենց ինչ որ գալիս էին մանիտորինգ էին անում, իմիջիալոց երբ որ մանիտորինգային ուժերը գալիս էին հասնում են Հայաստան, իրանք պարտադիր կերպով հանդիպում էին բոլորին։ Սկսած են քաղաքացիական հասարակություն կոչվածից, ինչ եմ ասում կոչվածից, որտեվ մեկը ես այսօր հասարակական կազմակերպություն եմ ներկայացնում, ես ընդհանրապես բոլոր ցուցակներից դուրս եմ, որովհետև ես իրանց օրակարգը չեմ սպասարկում։ Քանի տարի է որևէ ֆինանսավորում կազմակերպությունը, որում ես եմ, ֆինանսավորում չունի, որտեվ դե մենք իրանց զակազը չենք անելու, ինչի պետք է մարդիկ մեզ փող տան։ Իսկ այն ժամանակ դուք չեք պատկերացնում, մենք բարձրացնում ենք աշխարհաքաղաքական հարցեր։ Ադրբեջանը առել էր ԵԽԽՎ-ն ոտով գլխով։ Մենք փորձում ենք ներկայացնել, որ այդքան էլ անաչառ չեն եվրոպացի պաշտոնյաները, անուններ էինք ասում, աշխատանք էինք անում։ Ուրեմն ծանր աշխատանքից հետո, երբ որ մենք վերադառնում էինք, անկեղծ եմ ասում, հա մարդիկ ում հետ ես պատվիրակության մեջ եմ եղել, ողջեն կհաստատեն։ Ինքնաթիռում արդեն սկսում էինք մտածել, թե որ գանք հասնենք Հայաստան։ Ընդդիմության ուդարներին ոնց ենք դիմանալու, որովհետև բացահայտելով ադրբեջանական մեծ մի հատ բան, լանդրամատ կոչեցին, դա փողերի լվացման մի հատ շատ մեծ սխեմա էր, որի բացահայտման մեջ մենք էլ շատ մեծ լումա ունեինք։ Մենք գալիս էինք ազգային ժողով ու Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում էր հերիքա ձեր անհաջողությունները խավիարային դիվանագիտությամբ ասեք։ Հիմա դուք էլ ասում եք կանյակ տարեք, կա այդ մարդու ելույթները։ Ասում է իրանք խավիար են բերում բաժանում, դուք եք կանյակ տարեք բաժանեք։ Այսինքն հասկանում եք հայկական շահերին նման անլուրջ վերաբերմունքը պիտի որ հուշեր։ Տարավ հանձնեց կոնյակի փոխարեն։ Դե որովհետև այդ ուզեցին։ Չեմ ուզում եթե բայց ով էր տալի։
դե տղա էինք, պահեցինք, ուզում եմ երկրորդեմ Սերժ Սարգսյանի խոսքերը, հա, հեշտ չի եղել պահելը։ Կռիվա գնացել բոլոր ճակատներում։ Դժվար չի, բայց նախագահ Սարգսյանի 10-ամյակը նաև պսակվեց հաղթանակով 16 թվականին ու Ալիևը ասաց, որ ինձ փակ դռների հետևում ստիպում են։ Այսինքն այն Ալիևին, որ ստիպում էին, հիմա ակլորացել է, նոր Այդ 16 թվի մասին ուզում եմ մի հատ դիվանագիտական գաղտնիք պատմեմ ձեզ։ Երբ որ 16 թվականին ջախջախվեց մարտի դաշտում Ադրբեջանը ու ստիպված եղավ իրանք դա ձևակերպում էին որպես հրադադար, որպես հաշտություն, բայց նպատակը շատ ավելի հեռու էր գնում։ Իրանք նպատակ ունեին մարտի դաշտում պարտությունը դիվանագիտական դաշտում ֆիքսեին հաջողությամբ, այսինքն ինչ արվեց։ ԵԱՀԿ-ի հետ մեկտեղ իրանք սկսեցին բանակցություններ, որ 16 թվականին կնքվի Հայաստանի ու Ադրբեջանի մեջ հրադադար։ Այսինքն նախորդ հրադադարը, որի մեջ Արցախի հանրապետությունը կողմ էր, եռակողմ էր, իրանք ուզում էին հանեին դիվանագիտական դաշտից։ Դուրս թողեին, որ ավելի հեշտանար։ Տեսեք, հիմա որ ես ասում եմ, սարսափում եմ, հայ, մազերս բիզբիզա կանգնում, որ պատկերացնում եմ, որ ամեն ինչ ենք կորցրել։ Այն ժամանակ այդ մի հատ թուղթը, որ ուժի մեջ մնա այն, որտեղ Արցախը կողմա, լիիրավ կողմա, մենք էլ ՄԱԿ-ի բանաձևերով երաշխավորն ենք, հա, Արցախի անվտանգության։ Այդ մի հատ թղթի համար մենք այնքան ուժ ու ջանք ենք ներդրել, այդտեղ ենք հաղթել, այդտեղ ենք հասել նրան, երևի կհիշեք, հա, նկարը, երբ որ նոյեմբերին 16 թվականի դուրս են գալիս, հոկտեմբերին, որ Ալիևը ասեց փակ դռների ետևում ստիպում են ճանաչել։ Մեր նախագահի հանգիստ եւ ինքնավստահ դեմքը ու Ալիևի շփոթված դեմքը, այսինքն այդ մի թուղթն էլ մենք չթողեցինք, որ իրանք կարողանան փոխեն։ Այս մարդը իր մի հատ այդ ստորագրությամբ տվեց տարածքներ, որտեղ թուրքի ոտ չէր մտել։ Խարվաճառում թուրք չկար։ Լաչին թուրք չէր հասել, Լաչին եմ ասում, որ իր ընտրազանգվածը հասկանա ինչի մասին է խոսքը, հա, որ Բերձոր ասեմ չեն պատկերացնելու դա ինչն է։ Դե Աղդամն էլ Ալենի հայրենիքն է, չէ՞։ Դե Աղդամցի Ալենն ու Սուրեն Բաբիկյանը, հետո դարավ կենտրոնցի Ալեն, հետո էլ դարավ BMW-ով Ալենը։ Դենտեղ էլի բանա մեռելա աշխատել եղել է Մավ կլուբի Ալենը էլի։ Մավ կլուբի։ Դե Կարքին Հայկոյի մոտ մեռելա աշխատել, դա ես եմ հիշում արդեն։ Իսկ Կարքին Հայկոն ինչ է աշխատել։ Կարքին Հայկոն այսօր խաղում է ընդդիմադիր, թողների ինձ, ինքը իմ Սևերի սպիտակների ով է բաժանը։ Որպեսզի հասկանալի լինի մեզ դիտողի համար, Հայկ Մարությանի հայրը Հրաչ Ցեձն իմ պապայի ընկերն է եղել։ Մենք ընտանիքներով բավականին մտերիմ ենք եղել, ճիշտ է, ես Հայկի հետ ուղիղ շփում շատ քիչ եմ ունեցել, բայց այդ իմ հիասթափություններից մեկն էր, որ ինքը այդ իրա ոնց եմ ես ձեզնից զզվում, սևերը, սպիտակները, ես իմ Երևանի քաղաքապետ գնալ խրոխտ աշխատելը, այդ ամեն ինչը չի մոռացվում։ Իհարկե, հիմա անդիմադիր լինելով մենք չենք կարող մոռանալ, որ ժողովրդի այդ բաժանումները, ու մենք շատ թանկ վճարեցինք այդ բաժանումները։ Շարունակում ենք վճարել։ Էլի շարունակում ենք վճարել, բայց այսինքն նենց չի էլի, որ սիրելի հայրենակիցներ, նաև դա ձեզ է վերաբերում, նենց չի, որ երեք Նիկոլի հետ խորոված էիք ուտում, վաղը եկաք ասել ենք, վայ, ցավը տանը մեզ ի՞նչ դա։ Դուք, ովքեր որ հանցակից են, բարձրաստիճան պաշտոնյաների մասին, էլի, չեմ ասում են, մոլորված ժողովուրդը, ովքեր որ խաբված 18 թվականին ասում էին Նիկոլ վարչապետ։ Ես նկատի ունեմ Ալենը, Պապիկյան Սուրեն, արտգործ նախարարը ներկայիս չէ, Արարատ Միրզյանը, որ մի հատ փոշեկուլ ապառիկով չէին տալի, 50 փոշեկուլի մենակ վերխ է հագնում, չէ։ Այդ մարդիկ չպետք է անպատիժ մնան, որ մի օր էլ գան ասեն, այդ սաղ Նիկոլն արը, մենք կապ չունենք, ու sense չի լինում, եթե իրանք անպատիժ մնան ու չդատապարտվեն, մենք վաղը մյուս օր նոր Նիկոլներ ու Արարատ Միրզաներ կունենանք։ Ու այդ խնդիրը չի լուծվի նրանով, որ ուղղակի գիտեք ինչ կա քաղաքականություններ եւ այլն, ել չեմ ասում այն մարդիկ, ովքեր որ մեկ տեն մեզ քաղաքականությունով չեն զբաղվում, մեկ էլ հոբ քաղաքականությունով են զբաղվում, գնում Նիկոլին ընտրում են, հետո մեզ սաղից գցում են կրակը։ Այս նախընտրական շրջանում շատ վտանգավոր է բլոգերների ակտիվությունը։ Նիկոլենք ունեն աճացրած բլոգերներ, ովքեր 3-4 տարի ունեցել են չեզոք
դիրք, մեծ լսարան են հավաքել, շատ մեծ լսարան են մյուս դե թութուլավան հələ գոնե մի քիչ վառված է, կան մարդիկ, ովքեր մեկը ֆուդ բլոգինգ է, մեկը բյութի բլոգինգ է, մեկը չգիտեմ ինչ որ Wildberries-ի unboxing-ը անում։ Իրանք արդեն սկսել են, մեկը Նիկոլա Գովում, մեկը նախկիններ է քլնգում, մեկը ինչ որ այսօր դաշտում ակտիվ քաղաքական ուժեր, մեկը ասենք Թաթոյանին է քննադատում, մեկը ուժեղ Հայաստանի հաթաթասմով, այսինքն իրանք ունեն շատ մեծ ցանց, որը աշխատացնում են։ Մենք ունենք ճշմարտություն։ Ամենահեշտը հիմա Հանրապետական կուսակցության գործն է, ով որ հայտարարեց, ես ինքս կուսակցության անդամ չեմ, բայց ինձ երբեք թիմից առանձին չեմ դիտել, հա։ Խրամատը չես լքում։ Երբեք։ Մենք ունենք պարզ մի հատ խոսք, որ մենք չենք մասնակցում ընտրություններին, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարությունը վերականգնվի, հա, որպեսզի ընդդիմությունը հաղթի։ Հիմա տեսեք, ինչ են իրանք անում։ Իրանք էլի տարիների ընթացքում այ հետ ենք գալիս Հայկոյի բաժանած սև սպիտակները, Հայկոյի բաժանած սև սպիտակները։ Հիմա այլ ձևաչափով են անում։ Ուժեղացնում են։ Հիմա տեսեք Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, փորձում են քաղաքական ուժերին բերեն կապեն Սերժ Սարգսյանի հետ։ Ինչի։ Չմասնակցելով ես հետ եմ ուզում ասել, ասում են էնի նրա պրոյեկտն է, Սերժ Սարգսյանի այս պրոյեկտն է, այս պրոյեկտն է։ Դե որ հիմա հատ խորանանք ասենք ովում պրոյեկտն է։ Այնտեղ 19 մասնակիցներից ամենակիչը 4-5 հոգի ես գիտեմ, որոնք Նիկոլի պրոյեկտն են։ Հիմա մենք էլ դնենք այդ Արամ Սարգսյանն պրոյեկտն է իմ։ Դե Արամ Սարգսյանից բացի այնտեղ ինչ-որ նոր դեմքեր են հայտնվել։ Բանկան չէ, մի հատ դաշինք ունեին մասնակցում էին, են որ համ համասեռամոլներին են սիրում, համ Եվրոպան, բայց հայրենասեր են որպես հայեր։ Այն ինչ էր։ Կանոնը չէ հիշում, բայց պատկերացնում կանոն չեն կամ հիշենք, բայց իրանք մեկ էլ տենում ես, որ մի 1000 հոգի մի տես ճարում են իրանց ծնողով ու ձեն են փոշիացնում, պարզա։ Հիմա ինչ պետք է անի ընդդիմությունը պետք է համախմբվի ընդհանուր գաղափարի շուրջ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Բոլոր ճանապարհներով ես բազմիցս նշել եմ, որ ընտրությունները Նիկոլը կեղծելու է։ Այս մարդը զոհերի թիվ կեղծել է, պատերազմ կեղծել է, ինչը՞ չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկին կեղծել է։ Այսինքն էլ ինչ է մնացել, որ չի կեղծելու, խիբը ես ընտրությունները չկեղծի, բայց գոնե մեր դիմադրողականությունը ուժեղացնելու համար, դիմադրելու համար պետք է անդիմությունը համախմբվածություն դրսե, որի սրա նրա պրոյեկտները մի կողմ թողեն, աշխատեն նրա վրա, որ այս Նիկոլին հանենք, Նիկոլն էս քֆուր ադարը, չգիտես ոնց ինչ ասես, որ Նիկոլ չասես, էլ ես չգիտեմ, կապիտուլյանտ, հայրենավաճառ, հայրենիքի գող, սրան հանենք, ոնց որ Արմեն Գրիգորյանն էր ասում, որ մարդ չմեռնի էլ, հասկանում եք, ու հետո շարունակենք վերականգնողական աշխատանքները, որովհետև մենք հիմա նենց վիրավոր առնական վիճակում ենք, ամբողջ Հայաստանի ժողովուրդը ներառյալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանները ու այդ խնդիրը լուծելու համար քրտնաջան աշխատանք է պետք։ Հիմիկվա ներկայիս վարչապետի աթոռը Նիկոլից վերցնելուց հետո այնքան մեծ պատասխանատվություն ու բեռը, որ ես զարմանում եմ հաջորդը այդ 5 տարիների ընթացքում ոնց է փորձնելու գոհացնի նախ հայ ժողովրդին այդ օրակարգը սպասարկի, հետո այն արտաքին ուժերին, չգիտեմ, այս գեոպոլիտիկ ընթացքը ու այդ իրավիճակը կանխելու համար նայեք ինչ աշխատանք է պետք է սրանց ինչ կա ասում է եկեք բաժանենք երկու մասի կամ ուզում ես խաղաղություն մեր հետ ես կամ uզում ես պատերազմ սրանց հետ ես ո՞նց կարելի է այդպես բաժանում անել դե տեսեք էդ էլ է պետք մարդկանց պետք է ճիշտ հասցնել տեղ թե խաղաղությունը ով է ու պատերազմը ով է հա երեք պատերազմ բերած պարտված Նիկոլը ասում է որ ինքը պարտված ամեն ինչ հանձնած ստորագրած ախր տենց կյանքի օրենք էլ կա չէ երբ որ մարդ պարտվում է ինքը չի գնում հետո ուղիղ բարիշելու միջնորդը հետը գնում Նիկոլը եթե առանց միջնորդա գնում հա ինքը պետք է խելոք Ալիևի կողքը կանգնի ասի արի գնանք կոֆե խմենք են էլ ասի գնա դիր գալիս եմ հա կամ պետք է տենց գիրքը Դոշին սեղմած երջանիկ ժպիտով գնա Էրդողանի կողքը կանգնի, ասի տեսեք ես ուր եմ հասել, ես մեծ հպարտություն կար, չէ, բայց այն ժամանակ, որ ասենք մեր երկրի ղեկավարները, նախկին նախագահները գնում էին Ալիևը խղճուկ վիճակում մի ուգլի վրա ու ասենք մերոնք
Այս հենց այդ է ուզում պատմել, նույն Եվրոպայի խորհրդում, երբ որ Ալիևը դեղ ֆորմատն հենց է, որ ամեն նստաշրջանին ինչ որ մի երկրի ղեկավար գալիս է ելույթով հանդես է գալիս, հետո իրան հարցեր են ուղղում։ Մեր նախագահներն էլ են եղել, Սերժ Սարգսյանը, եթե չեմ սխալվում, վերջին 5-6 տարվա մեջ 2-3 անգամ ա եղել, որտեվ շատ են այդ քննարկումները, հա, որ Սամատ Սեյիդովին շատ կոշտ պատասխանեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին, որ պետք չի բզբզալ, որ 20% օկուպացիայից այդքան խոսում եք, 30-40 չդառա, մենք վստահ ենք, մենք հաղթած ենք, բայց ստեղ շատ կարևոր մի հատ նյուանս կա։ Այն ինչի վրա մենք ծիծաղում էինք Ադրբեջանի վրա, մենք դառել ենք հիմա դա։ Ուրեմն հենց Ալիևը գալիս էր, Եվրոպայում ապրող ադրբեջանցի ընդդիմադիրները գալիս էին, որպեսզի իր դեմ ցույց անեին, դե որովհետև այդ մարդիկ թողի Ադրբեջանը գնացել են, որտեվ այնտեղ դիկտատոր է։ Որտեվ այնտեղ ընդդիմություն փողով են աշխատում, այնտեղ ոչ միայն ժողովրդին կեղեքում են, նույն այդ վատ իրավիճակն է, իրան ժողովրդի հետ կապված, որտեվ այդ դինաստիան ինչ ծնվել եկել են, ովքեր որ Coca-Cola-ից ավելի երիտասարդ են, դες մնացել են, նավթը քաշը կերել են, ու սենց շարունակվում է։ Ու այնտեղ շատ ահավոր էր վիճակը, որովհետև այդ Ալիևը իր կլանի սախ կերած փողերը ցույց էր տալիս, որ չգիտեմ, դու լավ չես ապրում, որտեվ մեր 20%-ը օկուպացված է, թոշակը ցածր է, որտեվ մեր 20%-ը Փաշինյանը ներողություն ասում է Արցախը այն ժամանակ փողը տալիս էին այնտեղ։ Իրանք երկուսը շատ իրար նման են խոսում։ Հիմա օրինակ ինչի է Ադրբեջանը մեր եկեղեցիները քանդում, տատիկ պապիկն են պատրաստվում ցավով եմ ասում, բայց դա հիմա քանդելու է։ Բայց ինչի է ինքը դա անում, որ ընդեղի իր մասային զբաղեցնի, որտեվ ինքը արդեն չի կարող ասի, որ քո թոշակը գիտես ցածր է, որտեվ Արցախը էլ մերը չի, արդեն ձերն է։ Ժամանակավոր օկուպացված է ձեր։ Ծիծաղելի բան եմ այն անգամ կարդում իրենց լրահոսից, մեկ-մեկ հետևում եմ դե բնականաբար, քանի որ Կուրացյան Նիկոլ Ադրբեջանից ու ընդեղից ասում, ընդեղ հետևում եմ, ընդեղ ավելի շուտ են ասում, քան ստեղ Նիկոլը։ Հիմա ասում 80,000 Ղարաբաղցիներ իրանց կողմի էլ ընդեղի Ադրբեջան վերադարձել են իրանց հայրենիք, ասենք անկեղծ եմ ասում, կադրերն ամես մեքենաներ չկա, լավ այդ մարդիկ ինչով ոնց են վերադարձել, որտեղ են ապրում էլի։ 20 տարեկան մի հատ տղա ասում է, ես հիշում եմ, մեր տունը ստեղ էր, քանդել են։ Ախպեր, դու վաղ չէիր ծնվել, ինչ ես հիշում։ Պապը Ջոնը հիշեր պատմել։ Չէ, 20 տարեկան տղա կանգնել է Ստեփանակերտում, ասում է, ստեղ մեր տուններ քանդել են։ Գիտես ինչ հիշեցի այդ բանի ֆոնին, ուրեմն դիմադրության շարժման ժամանակ թիմակից ունենք, 18 նոր է լրացի, առաջի կուրսեցի էր, աղջիկ էր, ու մի հատ տարեց այդ Տիգրովկա, լավ, սենց ասեմ, որ չվիրավորեմ, իրանք չեն բան։ Ու այդ երեխու թևից քաշում է, այդ Ֆրանսիայի հրապարակում, ասում է, կերակ մեզի 30 տարի տալաներն եք։ Հիմա այս Ելենան ասես բան անում էլի, ասում եմ, չէ, մի դիմադրի անիմաստ է, հա, ու գնացել ասում եմ Մորկու ջան, ցավը տանեմ, ասենք այս երեխան 18 է, եկե պայքարում է իր հայրենիքի համար, նախ, սկսենք դրանից, այն ժամանակ դա Արցախը բլոկադա, ասում եմ, բայց 30 տարի, իսկ իր հերը չէր հասցնի, ու դա 18 տարեկան է, ով գիտի, հերը 40 քանի, իմիջիալից այդ խորոված փարթին տենց մի հատ երեխա էլ բան էր, չէ, Վահե Մակարանին էր բավականին լուրջ պատմում, որ 93 թվականին, 93-ից այս լրիվ ժամանակագրություն գիտեր, արդեն Արցախը հանձնվել էր, իսկ 97-ին, երբ որ հոկտեմբերի 27 եղավ, այսինքն հասկանում եք, եկի շուտ բաներ են հիշե, թվերը չգիտեն, անգիր արած տեքստեր գիտեն, չեմ ուզում ասեմ վճարվում են դրա համար, չեմ ուզում ասեմ, ավելի շատ հակված եմ մտածել, որ մոլորված են։ Կրթական ցենզի խնդիր է նաև, կա էլ են մորոլիաներ կան, ասենք որ ըլնում է մեկ-մեկ այդ տաքսու վարորդների կամ բան շփում ենք ու ամենայն հարգանքով իրանց հետ կապված ուղղակի իրանք շատ մարդկանց հետ են էլի շփվում parza օրվա ընթացքում ու ես հարցախեղտ եմ անում ուզում հասկանամ էլի իրանց հոգեբանությունը լրիվ անհասկանալի է օրինակ այս վերջի դեպքը որ էլի մի հոգի զոհավ 12-ը վիրավորվեցին որ վարչապետի այդ 3000 հոգանոց այդ բանը ու այնտեղ հա ավտոբուսին խփել են մարդը մահացել է ու այս տաքսու վարորդն ասում է որ քաղաքացի է եսա գիտեմ ասում է քննադատում է ասում է սխալ տեղով է երևի անցել դրա համար են ասում ընկեր այսինքն քո ընտանիքի անդամները եթե մեքենայով ասված մի արած է գնան ու հայտնվեն վարչապետի դիմաց թեկուզ ասենք հակառակ ուղությամբ գնալուց այսինքն սպանեն նորմալ է ասում դե վարչապետ մարդը ասում է հասկանում եք այդ մարդուն վարչապետը փող չի տվել Բայ ջան տես մի հատ
դասագրքային ճշմարտություն կա, ցանկացած երկրում, ցանկացած իշխանություն, այն դաժե ամենավատ իշխանությունը, վարչական ռեսուրսի հետ միասին ունենում է 20-ից 30% ձայն։ Այդ նորմալ է։ Այդ տաքսիստներն են, այդ տղաները։ Օրինակ դու գիտեիր, որ Շիրակը քաղաք է։ Դե ես իմացա, ծնունդով ընդեղից եմ։ Մարսպետը, ես էլ եմ առաջ անգամ Մարսպետից եմ իմացել, որ Շիրակը քաղաք է։ Հիմա Գյումրիում եմ գրանցված, բայց փաստորեն տենց Տենում ես ինչքան մենք մեր հայրենիքի մասին, Կիրովի փողոցը, որտեղով իրանք իրանք հայրենիքի հայլում են, մասին ինչքան բան կա, որ չգիտենք, է։ Բայց ես այդ 30% ուզում եմ ասեմ, էլի այդ 30%-ը լինելու է։ Դա ստաբիլ է։ Կեսը կգնան, կեսը չեն գնա, չնայած իրանք շատ կազմակերպված գնում քվեարկում են, կեսը Նիկոլը կփորձի ուղարկել, կեսը այդ լավություն անողները ստեղից ընդեղից կբերը, իրանք ոչ ոք դրա համար որևէ ձևով չի դատի, դա կլինի։ Մենք ընդդիմությունը ունի երկու բան անելու։ Այդ դիմում եմ ձեզ հարգելի ժողովուրդ։ Մենք երկու բան ունենք անելու։ Առաջինը անպայման պիտի գնանք ընտրենք։ Ում որ ուզում եք իրական ընդդիմադիր մարդ, ով որ ոչ մեկի պրոյեկտը չի, ընդդիմությունը չի ուզում, որ Նիկոլը մնա իշխանության։ Մի հատ ուղակի այդ մարդուն հետ նայեք, ինքը ինչ որ մի պահի ես 8 տարվա ընթացքում Նիկոլի հետ աշխատելա, չի աշխատե, ոնց է աշխատե, ինչ կապերով է աշխատե։ Եթե համոզվում եք, որ ընդդիմությունը, ընտրեք իրան։ Ու երկրորդը, ինչը ամենակարևորն է, տեր կանգնեք ձեր ձայնին, որովհետև հունիսի 8-ին, երբ որ մենք արթնանանք, կարող է շատ վատ պատկերով արթնանանք։ Շատ պետք է տեր կանգնել ձայներին։ Դե իհարկե, ասենք քաղբանտարկյալների հոսքը հասնի 100-ի, 200-ի, ոնց որ հիմա 40 եւ ավել են, արդեն համակերպվել ենք, որ տասնյակներով պետքա լինի ու հարյուրավորներին ենք նախապատրաստվում, որովհետեւ այս մարդը ոչ մի կարմիր գիծ չունի։ Թե չունի։ Չունի, էլ այս մարդը չունի։ Ոչ վերջերս նախագահ Սարգսյանի տարածած հայտարարությունը, հա, այդ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, այդ բացատրությունը հենց այդ էր խոսում։ Ու հետարքին է, որ ինքը ասում է ճիշտ լինելով, հա, սխալ էի, ճիշտ լինելով։ Որովհետև չկարողացավ մարդկանց բացատրել։ Հասկանալի է։ Իսկ ես մի քիչ ավելի մոտիկ լինելով այդ բանակցային գործընթացին, իսկականից կարող եմ փաստեմ, որ մենք եկե հասել էինք նրան, որ 1-2 տարիների ընթացքում ունենալու էինք, հա, այդ մեր երազանքների լուծումը չէր, բայց որ այսօր նայում ես, մենք ունենալու էինք լղիմ տարածք ճանաչված, լղիմ տարածք, պլյուս Խարվաճարի ու Բերձորի տարածքները 50+ տարով հայկական տիրապետության տակ, այդ ժամանակ կարելի էր մտածել խաղաղության մասին։ Այս որ sense մեծ ասում է, խաղաղություն այդ ավտոները սրտիկներով բերել լցրելա, Ռանդկենզին ստիպելա, ինչ որ պեչենիներ են թխում, եսի ինչ են անում, քիթը կտրած քարտեզները խփում, տեսել ես քարտեզը։ Դա Հայաստանի քարտեզի հետ կապ չունի, բայց տենց որ խփում են, ման են գալիս։ Ես շատ լուրջ ուզում եմ ասեմ, որ խաղաղությունը այս պայմաններով, երբ որ մենք ծնկած անում ենք իրանց բոլոր հայտարարությունները, չի լինելու։ Խաղաղության համար պիտի սերունդներ անցնեն։ Խաղաղություն չես գնում մի երկրի հետ, որը քո վանքն է քանդում, ասելով, որ թույլտվություն չի եղել վանքի կառուցման։ Թույլտվությունը ով պիտի տար։ Իրանք պիտի գրեինք, Բաքվին պիտի գրեինք, խնդրում ենք թույլ տալ։ Ոնց որ Նիկոլը ասում է, որ կադաստրի վկայական չունենք, 29000 քառակուսին ֆակտ մերն է, այդ դոշին խփացնել էտա, չէ՞, այնտեղ օկուպացված տարածքներ կա այդ դոշին։ Հա, չէ, անկեղծ այն Հայաստանի քարտեզը որ կա, այնտեղ ադրբեջանցիները 200 կիլոմետր երկայնքով ունեն, չէ՞, այն Սերբիջի կողմը։ Տարածքել կա, որ դրա վրա չկա, մերն է, բայց չկա։ Հա, հիմա էլ չեմ ասում, այդ խաղաղությունը որտեղ է, որ վանդալիզմը իրագործվում է Արցախում, որը նաև բնականաբար կիրագործվի յուրաքանչյուր օկուպացված տարածքում։ Ես շատ սրտանց ուզում եմ նայեմ իմ եվրոպացի գործընկերների դեմքին, որտեվ ես իրանց գրում եմ նամակներ։ Սենց Իրանց մոտ ինչ դեմք պետք է լինի։ Գրում եմ։ 4 կա, գիտեք հետաքրքիր որն է Եվրոպայի հետ կապված իմ ասոցիացումը, անկեղծ եմ ասում, դեռ մանկուց, որ խառը սաղ իրար խփում են, իրանք ինչ որ կոչեր են անում ու այդմեն պոպկորնով ինչ որ ասենք միտեղ հանգիստ Այս մարդիկ չէ, այդքան էլ տենց չի, որովհետև տեղն եղած ժամանակ իրանք շատ լավ էլ իրանց գիծը առաջ են տանում, այդ այդպես կոչերով բերեն հասցրեցին նրան, որ Նիկոլը տվեց ամեն ինչ։ Իսրայել, Ամերիկա, չէ, ասենք այդ եռանկյունին իրար խփում են, երեխեք են զոհվում, 168 հոգի եւ այլն, բան,
մի հատ կոչ են գրում, հրապարակում են այդ կոչը, ոնց որ Facebook-յան post լինի, էլի կոչը արեցի, գնամ հանգստանամ։ Բայց գիտես ինչի, որովհետև դիմադրություն չկա, որովհետև ոչ ոք դեմ չի խոսում։ Մեր հետ էլ են փորձը տենց անել։ Դե երկակի Մեր հետ ավելի ստանդարտների վատ են փորձը արդյունքում անել։ մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ, այլ անդառնալի կորուստներ Մենք ենք այնքան ունեցել։ ծանր օրեր ենք ունեցել Եվրոպայի խորհրդում։ Ուրեմն նույն Եվրոպա, դե Եվրոպայի խորհուրդը մեզ նայողների համար եմ ասում։ Հիշում ես Եվրոպան, այնտեղ կռիվ անող աղջկա Այդ էլ պատմությունը կպատմեմ։ 46 երկրի, այն ժամանակ Ռուսաստանն եկար, 47 երկրի մեծ խորհրդարան է։ Նեղ տարբեր երկրներից պատվիրակություններ գալիս են քննարկում են Եվրոպայի համար հարցեր, լուրջ հարցեր։ Ուրեմն միջին վիճակագրական եվրոպացին չգիտի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի առանձնահատկությունները։ Միշտ պետք է խոսաս այդ մասին։ Նույն ձևի թող ոչ ոք չնեղանա, հա։ Ես վստահ եմ, որ այսօրվա մեր պատվիրակության անդամներից ոմանք, պարզա ես ումի նկատի ունեմ, բացարձակ չեն պատկերացնում Յուգոսլավիայի կոնֆլիկտը ինչ ա եղել, այնտեղ Սերբիան, Բոսնիան, Հերցեգովինան, Կոսովո, բան, որ դե խոսասնես խառնվելու են։ Այնտեղ չգիտեն, որը մահմեդական երկիր է, որը քրիստոնյա երկիր է, նորմալ է դա։ Չէ, աննորմալ է, որ մեր падգամավորները չգիտեն, բայց նորմալ է, որ չիմանա։ Ու երբ որ դու քո ճիշտ լինելը միշտ պնդում ես ու տանում ես առաջ, ու ինչը շատ կարևոր է, քո մեջքին կանգնած են նաև եվրոպացի падգամավորներ, իսկ մեր մեջքին միշտ եղել են մարդիկ, որտեվ իրանց հետ աշխատանք է տարվել։ Շատ ժամանակ Արցախի հարցը բարձրացրել է Ֆրանսիան, ոչ թե մենք։ Ինչը շատ ավելի ազդեցիկ ա եղել։ Երբ որ դու դիմադրում ես, իրանք քո հետ հաշվի են նստում։ Դու հիշեցիր այդ կռիվադող աղջիկը, հա, Պեդրո Ագրամունդը, Իսպանիայի падգամավորը, ով որ ԵԺԿ-ի խմբի ղեկավարներ, հետո դարձավ ԵԽԽՎ նախագահ, ու մենք ապացուցեցինք, որ ինքը Ադրբեջանի լոբինգի տակ է, եվրոպական կազմակերպություններ իր մասին զեկույցներ բերեցին, նվերները ցույց տվեցին, որ Ադրբեջանը բոյե իր նկարն է նվիրե, նավթահորա նվիրե, չգիտեմ, վատ բանել, դե խավիարային դիվանագիտությունը բավորն էր, վատ բանել էր արել, իր վրա կամպրամատ էին նկարել Բաքվում, դրանով էլ էին։ Այսինքն այդ մարդը սպասարկում էր Ադրբեջանի շահերը։ Ինքը ես ինձ մեջ չեմ գովում, բայց իմ միկրոֆոնը անջատում է, ես չեմ նստում խելոք ասում, վայ կներես դադա ջան։ Ես շարունակում եմ կռիվ անել։ Ես պնդում եմ, որ ես իրավունք ունեմ այդ մասին խոսալու, իսկ ինչի մասին էի խոսում, իր մյուս ընկերոջ, ով որ էլի Ադրբեջանի փողերն էր վերցրել ու կոնֆլիկտը փորձում էին ներկայացնել այլ ռակուրսից։ Ասածս այն չի, որ հետո շատ երկար ժամանակ ինձ փողոցում տեսնում են, որտեվ հայլուրով այդ մասը ցույց էին տվել ու դե թեժ կռիվ էր գնում, ասում էին, էս այն անգլերեն կռիվ անող աղջիկն է։ Այդ մասին չեմ ասում եմ, որ երբ որ դու քեզանից ուժ ես ներկայացնում, քո հետ հաշվի են նստում։ Նիկոլի հետ ով պետք է հաշվի նստի։ Եթե Նիկոլը խելոք գնում գլուխը կախում, ասում է եկեք ինձ պաշտպանեք, վերընտրվեմ, ինչ ասեք կանեմ, իսկ իր կեցվածքը դա է մեզ հուշում, ու այս ԵՄ-ի գագաթա ժողովը, որը պիտի գա Մակրոնի պաշտոնական այցը, որ պիտի լինի, դա ամեն ինչ խոսում է այն մասին, որ Եվրոպան գալու է, թևերը փռի Նիկոլի վրա, ասի ինչ անում ես արա, մենք ասելու ենք ընտրությունները մենակ վերարտադրվի, ասենք նորմալ է, ժողովրդավար եւ ԵՄ-ն առանց թաքցնելու ասեց, որ մեզանից օգնություն են խնդրել, մենք կօգնենք ոնց Մոլդովայում։ Իսկ Մոլդովայում իրանք ինչ են արել, կեղծիք։ Մոլդովայում արել են բացահայտ կեղծիք, որը մարսվեց։ Հիմա մենք ուզում ենք, որ մարսվի։ Դրել են, դեմոնիզացրել են, Ռուսաստանը խանգարում է, Ռուսաստանը խառնվում է, YouTube-ից ալիքներ են ջնջում։ Հարցի պատասխանը միայն պետք է տա հայ ժողովուրդը։ Կլինեն կառույցներ, տարբեր կուսակցություններ, ընդդիմադիր գործիչներ, առանձնացող, չէ։ Ես բազմիցս նշել եմ, դուք կարող եք սիրել մի քաղաքական գործչին, մի ընդդիմադիր գործին չսիրել եւ այսպես շարունակ, բայց մենք բոլորս պետք է սիրենք մեր երկիրը։ Այսինքն մյուսին չսիրելու սկզբունքով եթե աշխատենք, Նիկոլ Փաշինյանը միշտ կգտնի մեկին, որ ժողովուրդը չի սիրում կամ չի սիրել կամ մոլորված է եւ այլն, իր հետ կապված, չէ՞, այդ թիրախավորված կպնում են, այդ տեսեք, սրա այս երկհարկանի տուն ունի կամ 4 հատ մի հատ ավտո ունի 4 հատ ակներ եւ այլն, հա, էլի։ Հիմա իրանք անցել են այդ լինիան նենց են անցել, որ էլ փորձում են այդ դաշտ չմտնեն, որտեվ Արարատ Միրզոյանի դղյակը, Սուրեն Պապիկյանի, Ալեն Սիմոնյանի կամ են
Ավինյանը գանգուռատամներով $480,000 շորժայում է համբալի չէ, էլի, սենց ասեմ, որ պատկերացնեն։ Հերը Opel-ի շոֆերն էսմա համբալ $480,000 առանձնատուն են սարքում ու Ավինյանի աշխատավարձը միլիոն մի քանի, այսինքն Ավինյանը մի քանի 100 տարեկան է։ Տեսեք, ես ոչ ոքի չեմ փորձում պաշտպանեմ, բայց տեսեք, ժողովրդի աչքերում միշտ այդ թալանը եղել է ինչ որ մի հատ զզվելի խարան։ Իսկականից եղել, անկեղծ լինենք, որովհետև երբ որ խորհրդային կարգերը քայքայվել են ու անկախ պետությունը գոյացել է, այնտեղ խայտարակ էժան գներով նենց բաներ են վաճառվել, նենց մարդիկ նենց բաներ են ձեռք բերել։ Մենակ Աբովյանի վրա Սիլի շենքը գիտենք, որ կոպեկներով նվիրվել է մի քանի $1,000 Սուքիասյանների ընտանիք։ Ու շատ են այդ օրինակները, ու այդ օրինակները իրոք շատ անարդար են ու ժողովրդի կոկորտին կանգնած են, բայց ինչ է անում Նիկոլը։ Նիկոլը այդ ամեն ինչը սենց փաթեթավորում է, բերում է ներկայացնում է որպես այս ամենավերջի շրջանի թալան ու իրա կառավարման այս մի քանի տարվա մեջ գերազանցում է այդ թալանը։ Իհարկե։ Մենակ այն, որ ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը ամիսներ շարունակ կրկնակի էր, մի հատ աշխատավարձ էին ստանում, մի հատ պրեմիա, մի հատ էլ երամսյակային կամ չեմ բանի 6 ամսվա պրեմիա ու ինչ էր ասում ինքը նախարարներին պարգևավաճառ ու ինքը ինչ է ասում իրանք սուպեր մասնագետներ են որ այդ փողը չստանան կգնան մասնավորում կաշխատեն որ մասնավորում բայց հետարքի գիտես որ այդ որ մասնագետն են որի կենսագրությունը բացում ես առաջի պաշտոնը փաբում մատուցող աշխատե չգիտեմ դերասան մերասան ա եղե ամենայն հարգանքով դերասաններին բայց չես կարա չէ Ալեն Սիմոնյանը ինչ դերասան ու դերասանները ինչ դերասան հիմա քաղաքական գործիչը կներես ընդհատեցի հա քաղաքական գործիչը ազգային ժողովի պատգամավորը օրենսդիր գործունեությունը գործադիր գործունեությունը դա վերջը ճանապարհ պետք է անցնես որ հասնես դրան մասնագիտություն պետք է ունենաս երկու բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ ես մենակ իմ մասին չեմ խոսում առաջի անգամ ազգային ժողով մուտք գործելիս մեծերի օգնության կարիքն էին զգում օրինակ նույն Խոսրով Մելիքիչը առաջի մի քանի ամիսը ինձ շատ օգնել է ու ես միշտ այդ մասին ասում եմ որտեվ դու չգիտես ինչ որ ներքին ինչ որ տենց կանոններ որ ոնց անես որ քո խոսքը լսելի դառնա որ դու ճիշտ ներկայանաս դիվանագիտական ասպարեզում որ դու պրոստը էտիկետը պայես չվերցնես խնձորը կծելով ուտես որովհետև դա դեկորացիա է դեկորացիա այլ իմանաս որ չգիտեմ ասենք որ ապելսինը դանակ պատարակ հավղով չեն ուտում այդտեղից սկսած վարչապետ ես չես գնացել ուտելու գնացել ես հայկական շահը մեր պետությունը ներկայացնելու այդտեղից սկսած վերջացրած ելույթիդ կազմվածքով դու պետք է պատրաստ լինես դրան իսկ ստեղ ինչ է կատարվում հենց նեղն են ընկնում սկսում են շիշ շպրտել ու իրար տփել է հետո այսօր հասանք մենք այդ ազգային ժողովը ի վերջո Կարեն Սերոփիչը տեսել ազգային ժողովի նախագահի սենյակում որտեղ հիմա Ալենն է նստած Կարեն Սերոփիչն է նստած եղել այդ նույն պատերն են չգիտեմ մեբելը փոխել է թե չէ մինչև Բաբլոյան արա մեբելը նույնն էր այսինքն այդ միջավայրը այդ մթնոլորտը որ այդ շենքը կրել է միշտ հիմա դարել է ինչ որ շատ մանր այդ շենքը այդ ինքնիշխանության պետության եւ պետականության մասին էր հիմա դա սարքել են բրոշկա ու 4-րդ հանրապետություն են ստեղծում երրորդի համար պատկերացնում ես պայքարել են տասնամյակներով զոհվել են տասնյակ արդեն 1000 ու այս մարդը ասում է այդ սա մոռացեք եկեք 4-րդը հավաքվենք Ամիրյանի վրա ուտնենք խմենք քեֆ անենք իրար հետ նկարվենք ծափտանք ոչ սահմանադրություն է պետք ոչ հռչակագիր է պետք երկի ախպեր ջան Արարատը մեր սարը չի Արագածն է դե հիմա Արարատի կողմն մի նայ Արագածի կողմն նայ ճշտի տես որ կողմն է Արագածը մի հատ անեկդոտ եմ կարդացել անպայման ուզում պատմեմ ասում ամբարեխիղճ գովազդը ո՞րն է ասում է դա նա երբ որ տուն ես գնում առնես, ասում են լուսամուտից Արարատն է երևում, նայում ես Արարատ Միրզոյանն է։ Հասկանես, այսինքն այդտեղ էլ դու պետք է լուսամուտից Արարատը չտեսնես։ Արագածինն է հիմա ինչ վատսարա որ։ Այսինքն տես հիմա լրջանանք մի քիչ։ Դարեր շարունակ մենք կանք։ Ինչի կանք։ Եղել է մեծ ժամանակաշրջաններ, երբ մենք պետություն չենք ունեցել։ Ուրիշ պետությունների գերիշխանության տակ ենք եղել։
թուրքերի գերիշխանության տակ ենք եղել, պարսիկների գերիշխանության տակ ենք եղել, ռուսների գերիշխանության տակ ենք եղել, բայց մենք կանք, որովհետև ինչ-որ ձևով պահպանել ենք ինքնությունը, դպրոցներով, լեզվով, ամենակարևորը եկեղեցիով, դա կոչվում է պայքար։ Հիմա սա ամենաառաջինը կտրեց մեզ մեր դպրոցների այդ կրթությունից, հա, այդ դասագրքերի մասին չխոսամ, շատ է խոսածվել, շատ այդ մասին խոսածվել։ Այո, թեմա է, բոլորս գիտենք ինչա։ Արարատի մասին հենց ինքը իր բերնով է ասում։ Արցախը տվեց պրծավ, մնացել է մի հատ եկեղեցին։ Եկեղեցիները ինչ արեց։ Եկեղեցին, ախր ինքը 24 թվից սկսեց, երբ որ Բագրատ Սրբազանը դուրս եկավ պայքարի, ու Բագրատ Սրբազանը այնքան ճիշտ սկսեց ամեն ինչ։ Ինքը սրտում ունենալով Արցախը, մտածում էր, ինքը իր պայքարը տալիս էր, բայց մտածում էր, որ Արցախի համար Իրանից առաջ կռվողներ կան։ Տավուշի սահմանազատում կոչված խայտառակությունը, որը իհարկե ցանկացած այն դիվանագիտական դպրոցի առաջի կուրսի առաջի սեմեստրի երեխեն քեզ կասի, որ փաստաթուղթը բանակցված չէ, եթե նրա բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Ախպեր, դու դնում ես Կիրանցում պատ ես սարքում, ո՞րն է քո գիծը, ուր է քո սահմանը, դու ծերից ծեր գիտես սահմանդ, որ են տալիս ես։ Այսինքն, երբ որ եկեղեցականների հոգևորների ուղեկցությամբ դուրս եկավ Քայլերթի, որովհետև լուծումը ինքը գիտեր, որ Երևանում է, իրան միացավ մյուս Սրբազանը, դիմավորեց Երևանի մոտ ու իրանք արդեն հոգևոր եկան, ինչ արեց Նիկոլը, ասեց Քոչարյանի տերտերն է, Սերժի զակազն է, այսինքն բերեց գցեց այնտեղ, որտեղ ինքը կրում է։ Այն ինչը որ մեր հենասյուններից մեկն է, բանակն ու եկեղեցին է, չէ՞ մեր։ Ես վստահ եմ, որ եթե Նիկոլը կարդա Բագրատ Սրբազանի գրքերը, ոչ մի բան չի հասկանա, որտեղ Բագրատ Սրբազանի գրքերը մեր մասին ոնց որ մենք երկրի հակառակ կողմը չենք հասկանում։ Ես չեմ փորձե կարդալ, բայց այդ մասերը, որոնք ինտերնետում կենակցում է ինչ անում, ախր առաջ տեսեք սովետական շրջանում, որ այդքան քննադատվում էր, ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդը պիտի ունենար նկարագիր, պիտի KGB-ն իրանով զբաղվեր, նայեր, տեսներ, ընտանիքը ինչ ձևի է, իր հոգեխառնվածքը, ծնողները, 7 պորտով փորում նայում էին այդ մարդը ով է, ի վիճակի է երկիր ներկայացնի երկիր կառավարի։ Հիմա այս մարդը պատկերացնում ես Նիկոլին ստուգեին, ինչ 7 պորտ, մի պորտից այն կողմ ես իմ չգիտեմ ինչա, իր սեփական հերը ասում էր ավելի լավ ղեկավար կարելի ընտրել երկրում, իրանց տան պատերը ջղզած Ռեալ Մադրիդ, Բարսելոնա ու այնտեղ երեխաներ էին մեծանում, դաստիարակվում ու տվյալ տիկինը օրինակա ծառայում հիմա որպես հայուհի, հայ մայր Էլ չեմ ասում, նա աղջիկների կեցվածքը ամեն անգամ ասում ենք չմտնենք այդ ջղզած պատերով տուն, բայց ախր իրենք կտեղից որովհետև մենք ունենք սահմաններ, իրանք չունեն։ Հիմա Քավլիցի ուզում են տենց ապրեն, թող ապրեն։ Մեր ճակատագրի հետ ինչի խաղացին։ Մեր ներկայումս ընդդիմությունը եթե այդ կարմիր գծերը չունենար, այսինքն ոնց են, չէ, իրանք եկել են դագաղներով, մահ, չէ, այս ամեն ինչը բեմադրությունները, որը որ հետագայում բեմադրությունից դարձավ իրականություն, չէ, այդ դագաղները հայտնվեցին Եռաբլուրում։ Այդքան բան, բայց մենք այդ կարմիր գծերը էլի հնարավորինս ոչ միայն չենք փորձում հատենք, այլ մենք մեր համար այդ կարմիր գիծը մեր դաստիարակության, մեր արժե համակարգի մասն է։ Այսինքն մեզ մեր ծնողները բացատրել են, որ այդ տենց է, իրան չեն բացատրել, իրանք էլ իրանց երեխեքին չեն բացատրել։ Դրա համար իրանց երեխեքի մոտ մեր երեխեքի այդ համեմատականներ տանելու համար այդ գծերը մենք հնարավոր չի որ էլ փոխենք։ Ասածս նրանում է, որ մենք ծնվել ենք սիրելով մեր հայրենիքը, սիրելով մեր պետությունը, գնահատելով մեր ինքնիշխանությունը, ոչ թե այսպիսին, այլ ինքնիշխանությունը, ոնց որ ես գնացել եմ բանակ 2008 թվականին ու երբևիցե չեմ կարողացել իմ մտքի ծերով անցկացնել, որ կարողա պահի տակ ասենք, չէ, ես գիտեի, որ այնտեղ թուրքերը եթե մի քիչ բարձր փռշտան, ես կարող եմ կրակել։ Իսկ հիմա թուրքերը եւ փռշտում են եւ ինչ ուզում անում են, բայց չես կարող կրակել։ Էլ չեմ ասում, հետո դասալիքի հոդվածով քեզ են դատել։ հրաման։ Այս սրա մասին է, այս մեր արժե համակարգը երկու տարբեր։ Այդ ինքնիշխանություն բառի հետ կապված մի հատ շատ լավ օրինակ կա։ Կհիշեք 13 թվականին, երբ որ Հայաստանը որոշում կայացրեց
Եվրասիական տնտեսական միությանը միանալու մի հատ այդենց ողբ տիրեց ընդդիմադի շրջաններում, որ մենք գնում էինք դեպի Եվրոպա, մեզ տարան Ռուսաստան։ Ու բավականին երկար տևեց այդ ողբ կոչվածը, Եվրոպան ցնցումների մեջ էր։ Ես հիշում եմ նույն Եվրոպայի խորհրդում, ասենք ինչ-որ ժողով է գնում, ասում են էլ ով հարցեր ունի, ես բարձրացնում եմ ձեռքս, ասում են դե լավ, որ էլ հարց չկա, անցնենք առաջ։ Այ այդ կարգի էին մեզ անտը, հա լուրջի հետ ա եղել, քաղաքական հանձնաժողով, Եվրոպայի խորհրդի քաղաքական հանձնաժողովում հարց են քննարկում։ Մեր հարցը չի։ Ես հարց ունեմ, մեն ասում եմ, որ հարց չկա, ասենք, այսինքն այդ կարգի էր մեր հանդեպ վերաբերմունքը։ Ուրեմն աշխատանքի արդյունքում ինքնիշխանություն բառն եմ էլի բացատրում։ Երբ որ նախագահ Սարգսյանն էլ եկավ Եվրոպայի խորհրդում հանդիպեց, ելույթ ունեցավ, այդ այն հայտնի հանդիպումն է, որը ընդդիմությունը էլի փորձեց հարամել, բայց այնուամենայնիվ դրանից մի ամիս հետո Եվրոպայի խորհրդի նախագահը Ֆրանսուଆ Մինյոնը իր հրապարակային ելույթում ասում է, որ Հայաստանի օրինակը պիտի մեր համար լինի որպես կոմպլեմենտար քաղաքականության ամենալավ դրսևորում։ Հայաստանը ցույց տվեց, որ կարելի է եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ ունենալ հավասարաչափ կշռադատված հարաբերություններ։ Ու Հունաստանի մեր դեսպանը, եթե չեմ սխալվում, Ֆադեին էր Չարչօղլյան, բնականաբար մեր ԱԳՆ-ի հանձնարարությամբ եւ Եվրոպայի խորհրդի խնդրանքով կազմակերպեց Ռուսաստանի եւ Արևմուտքի գործարարների համատեղ հանդիպում, որպեսզի ռուսներն ու արևմտյան եվրոպացիները կարողանան իրար հետ գործընկերային հարաբերություններ հիմնել։ Այսինքն մեր միջոցով ունենալով արդեն աչքի առաջ Ղրիմի պատմությունը, գոնե գործնական հարաբերություններում եղան շփումներ, այսինքն մենք ինքնիշխան էինք, մենք որոշեցինք, որ մենք ոչ ռուսների լիակատար ազդեցության տակ ենք, հա, ոնց որ իրանք փորձում էին ներկայացնել, հա, մենք ստրատեգիական գործընկերության մեջ ենք, ինչի համար հպարտ էինք, մեր պես երկրները այս տարածաշրջանում մենք պիտի ունենանք ռազմավարական դաշնակից, բայց մենք ցույց տվեցինք, որ մենք գնում ենք դեպի Եվրոասոցիացիում, ունեցանք ի վերջո Եվրոասոցիացման այդ համաձայնագիրը ՍԵՊԱ-ն, որը Նիկոլենք բարեհաջող ավիրում են մինչև այսօր, բայց ինքնիշխանությունը էդ է, ինքնիշխանությունը սրտիկը չի, ինքնիշխանությունը Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխելը չի, ես մի առիթով ասել եմ, ընկերներս ահագին ծիծաղում են, ասում եմ, հենց Նիկոլը դնի սահմանադրությունը քվեարկության, ոչի շտաբի պետը Ալիևն է լինելու, որտեվ Իրանից լավ ոչ ոք չի կարա ցույց տա, որ Նիկոլը կատարում է իր հանձնարարությունը, չտակցնում։ Անթակույց ներկայացնում են, որ մենք Նիկոլին 18 թվականին օգնեցինք, հիմա բլոգերները, ադրբեջանցի բլոգերները, այդ ռազմավարը ինչ զարմարը։ Հա, ասում է դուք Նիկոլին ընտրեք, որ այդ խաղաղությունը բան ու հետարքի դες որ այս երեկվա իր բլոգը նրա մասին էր, որ տատիկ պապիկը քանդում է։ Արա պատկերացնում ես Նիկոլին Քարոզով օգնողը քանդում է տատիկ պապիկը ու մեր ժողովուրդը էլի փորձում է հույսեր կապի տվյալ մարդու հետ։ Ինձ ասում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը խիա լռում, ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը խիա լռում, ՄԱԿ-ը խիա լռում, Եվրոպայի խորհրդի բանի այդ մշակութային հանձնաժողովը ինչի ձեն չի հանում։ Ընկեր ջան, պիտի դիմում լինի, որ ձեն հանեն։ Հայկական կողմը պիտի հարց բարձրացնի։ Նիկոլը ասում է, ես չեմ կարծում, որ մենք պետական մակարդակով պիտի Բա ինչ պիտի անեք, բայց ձեր պետական, բայց դիվանագիտական խողովակներ էլ ինչի համար են։ Ախր չես հասկանում, ցավը պետական մակարդակով պետքա ուտել պերաշկի, պետական մակարդակով կուկուռուզ, լավ սուջուխ, տես ինչքան մեր հայրենիքում տարածաշրջաններ կային, որ գիտենք թթու լավաշ օրինակ գիտեր ամենալավը որտեղին է, Նիկոլը սովորացրեց։ Ախր մենք իրան ճիշտ չենք գնահատում, մենք միշտ փորձում ենք վատը գտնենք, բայց այդ տղեն եկավ, երկիրը փոքրացրեց, այդքան մարդու կոտորեց, որպիսի մեզ ապացուցի, որ մենք ինքնիշխան ենք ու հասկանում ես, ես դա սարկազմով եմ ասում, ցավով եմ ասում, բայց այս մարդու հետ ոչ միայն բանակցել հնարավոր չի, այս մարդու հետ ես զարմանում եմ, իր թիմակիցները անգամ ոնց են կարողանում հետը շփվեն, ընդհանուր հայտարարի գան, բոլորի վրա կոմպրոմատներ, բոլորի հետ կապված խնդիրներ ու հետը հաց ուտելու էլ չի։
ախր այդ մենակով հացուց նմանի մոտ գնում է համաձայն եմ, բայց այնուամենայնիվ այն տարանջատումները, որ ինքը անգամ թիմի մեջ դե որը տենց է, բա Սարգսյան Հայկխի է դժգոհ կամ Հովիկ Աղազարյանի Աստված չէր Նիկոլը։ Հանեցին ինչ արին։ Դե այդ եմ ասում, էլի, այս մարդը այնքան կարմիր գիծ չունի, որ կարա իր ընտանիքի անդամներին շահարկի, որպեսզի հավաքի ընտրազանգված եւս մեկ Ինչ այլոց մենք տեսել ենք շատ դեպքեր, երբ որ միջազգային ասպարեզում լուրջ զիջումների այնքը գնում, ու իր ընտանիքի անդամները ինչ որ մի բան ասում են կամ իր մերձավոր շփատկա, մեկը ձի այդ հիշում կամ Աշոտիկը մի օր որոշում է սխալ տեղով քայլին գնի ավտոյտակ դրել նորմալ է։ Մի թարս բան է ասում, որպեսզի մենք սկսենք դա քննարկել, իսկ մենք սկսում ենք քննարկել։ Ու ցավոք սրտի, ստեղ Նիկոլ Փաշինյանը հավաքական ընդդիմությանը հաղթում է։ Ցավոք սրտի, որտեվ իր օրակարգը բերում է, թելադրում է, մենք բնականաբար փորձում ենք դիմադրենք, պայքարենք եւ այլն, բայց դեռևս հաղթում է ինքը։ Ուրեմն ինքը նախընտրական ասֆալտները փռում է։ Թոշակները արդեն 2 ամիս է սկսել է։ Թոշակները բարձրացնում են, այն թոշակառները, որ չգիտեին 10,000-ը ոնց բեր, հիմա տես լառնակապտի թռնեն, ճիշտ է, պիտի հետ չգան, բայց պիտի թռնեն։ Մենակ տուդա է, իրան լավ է։ Դե տուդան $2 էր այդ օրը, աբրատն 29-ն հայերը գնան չգան, ոչ թե վերադառնան։ Այսինքն թոշակները բարձրացնում է, գործարարներին հանդիպում, ասում է բոլորի աշխատավարձները բարձրացեք, շում լիքը բան անում է։ Այդ իրան կարելի է, այդ նախընտրական քարոզ չի, բայց հենց այսօր ես իմացա, որ բռնել են լեգենդար հետախույզ Կանդազին, որը վերջի շրջանում ուժեղ Հայաստանին է հարել ու իրանց հետ քարոզարշավներին է մասնակցում։ Կաշառքի հակակոռուպցիոնը դա թե մարդը ինչ պետք է հասցներ աներ, ոնց պետք է աներ։ Հիմա պարզ է, չէ, որ Կանդազի մասին կան լիք պատմություններ, որ մենք գիտենք ոնց է ինքը թուրքական գյուղ գնացել, ինչ որ սիգարետի պաճկա է թողել, բան, հա, շատ հետաքրքիր։ Այսինքն Ալիևին ուզում է ասի այդպես Կանդազին էլ են բռնել, է տատիկ պապիկը մի քանդի, մի ամիս բանա մնացա էլի, այստեղ շուխուրա բարձանալու էլի, ընտրվեն պրծնեմ ինչ անում ես արա, ուզում ես Շուշին է քանդի, պայել ես ինչ ես անում։ Ուրեմն եզրափակիչ որպես այդպիսին միշտ նույն կոչն ենք անում, որպեսզի մենք դրսևորենք համախմբվածություն, ինչու՞ չէ նաև զսպվածություն, որպեսզի սադրանքներին չտրվենք ու կարողանանք ոչ միայն մեր ձայնին տեր կանգնենք, այլ մեր հայրենիքին, մեր պետությանը, որպեսզի մեր ապագա սերունդներին կարողանանք փոխանցել այն, ինչը մենք նախորդներից վերցրել ենք։ Այսինքն մենք արդեն ցավոք սրտի նախորդներից վերցրել ենք Հայաստանը Արցախով, հիմա գոնե պետք է կարողանալ պահել Հայաստանի Հանրապետությունը իրապես իրական Հայաստանի շրջանակներում չէ եւ պատմական եւ որպես Հայաստանի Հանրապետություն, որպեսզի մեր թորներին վաղը չամաչենք իրենց հարցից, որ ասեն, այ պապիկ, բա ինչու ինձ չեք կարում տանեք հայկական եկեղեցի կնքեք, ես էլ ասեմ, դե գիտեք ինչ կա, չկա հայկական եկեղեցի, որտեղ քեզ կնքենք, այս ջան։ Իմ աղջիկս ինձ այդ հարցարդն տալիս, այնքը կնքվել է Ղազանչեցոցում, մենք ամուսնացել ենք Ղազանչեցոցում, ինձ ասում մամա մի օր կլինի գնանք մոմ վառենք, գեդինն եմ մտնում։ Ասում եմ, հա, կլինի, բայց մինչև այդ կլինին այնքան երկար ճանապարհ պիտի անցնենք, ուսուսի տված պիտի անցնենք, իրար հետևից պիտի չխոսանք, իրար վրա բաներ պիտի չլցնենք, պիտի այդ բամբասանքը մեր տունը քանդեց։ Այո։ Ու այդ բամբասանքը, որը մեր տունը քանդեց, ցավոք շարունակվում է մինչև այսօր։ Նենց որ եկեք համախմբվենք սիրելի հայրենակիցներ, որպեսզի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մեր ապագա սերունդները կնքվեն հայկական եկեղեցիներում, շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Կարծում եմ, որ մենք ապագայում կունենանք առանց Նիկոլ Հայաստան ու ամեն օր ապրում եմ նրա համար, որպեսզի այդ ամեն ինչ իրագործվի, դա չմնա որպես երազանք, այլ լինի նպատակ, որը հասնի պսակվի հաջողությամբ։ Ամեն։